Արարատյան դաշտի պտղատու մեղուներն այնքան էլ ջրաջան չեն, փոշոտման խնդիր է առաջացել։ Արաքս գյուղում ելքը գտել են, ծիրանի այգիների մոտ փետակներ են դրել։ Եղանակը բարենպաստ է, սպասում են առատ բերքի։ Մի 3 օրից արդեն ծիրանը, որ արդեն ավարտվել է, իր ծաղկեփոշին ամեն ինչը նորմալ եղավ, այս տարի բարք ասո, ծիրանը բրձա։ Արաքսում խաղողի գործն է հաջող, նոր այգիներ են հիմնում, խաղողով ծանրացած վազերն էլ թեթևացնում են մթերող գործարանները։ Դեռ սեզոնը չսկսված զգացվում է, որ գործարանների կողմից պայմանագիր կնքվելու առաջարկություններ լինում, անսահմանափակ ընդունում են մոտավորապես 18000 տոննա լոլիկ, խաղողի մասով են մրցակցություն տեսնում։ Խաղողից ստացած եկամուտով գյուղացիները առաջին անգամ արևածաղիկ են ցանել, վստահ են, վաճառքի խնդիր չի լինի։ Ուզում եմ 50 հեկտար արևածաղիկ դնեմ, ես խաղողից ձեր չեմ քաշել։ Մեծ տարի 7000 մետրից 15 տոննա ես ակնկալիք ունեմ խաղողից։ Խաղողագործության զարգացումը նաև մի կարևոր խնդիր է լուծել։ Գյուղում որքան հող կա, այնքան էլ արտ ու այգի։ Ազատ հողեր, անմշակ հողեր գյուղում չկան։ Հիմնականում բոլոր հողերը մշակվում են։ Խաղողի եւ ծիրանի նախորդ տարվա եկամուտների շնորհիվ վարկառող հողագործները բանկերում պարտքեր չունեն։ Իսկ եթե որևէ մեկն ունի, գյուղը կանգնում, պարտքը փակում է։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, ժամը լրատվական, Արմավիր։